հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում առաջին հայացքը ողջից։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Նոր շաբաթ է սկսվում, նոր օր եւ միասին նորից երկուշաբթի օրով այս առավոտ ուրեմն Աստծո խոսքի շուրջ հավաքված սկսելու ենք մեր օրը եւ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը, որին շատ սիրում ենք եւ Տեր օրհնի Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք, որ միացար մեզ։ Ես շնորհակալ եմ եղբայրս, Տեր օրհնի նաև մեզ եւ բոլոր լսողներին։ Փառք Տիրոջը, Հովհաննես եղբայր, անցնենք միանգամից թեմային, այսպես մի նախաբան, այսօրվա ուրեմն վերնագիրը Աստծո բերանից դուրս եկած խոսքը, այդպես է, եւ օրինակը բերվեց ուրեմն Մատթեոս 4:4-ից, որտեղ Հիսուսը անապատի մեջ փորձության մեջ էր եւ այդ արտահայտությունը արեց փորձիչին, ինչի մասին է լինելու ընդհանուր առմամբ, կուզենք այսպես նախաբան։ Մենք պիտի փորձենք ավելի ընդարձակ լայն ձևով նայել այդ հարցին, սակայն այդ պարագան, երբ որ Հիսուս փորձվում էր սատանայի կողմից, որպեսզի սատանան հասկանա, թե իրապես նա Աստծո որդին է, թե ոչ, նա մոտեցավ, իհարկե, երբ որ ասում ենք մոտեցավ, դա չի նշանակում, որ այնտեղ ինչ-որ պոծով պոչով մեկն էր եւ նրա հետ երկխոսության մեջ էր, դա իհարկե տեղի է ունենում հոգեվոր հոգեկան բնույթով այո, որովհետև դա ավելի հոգևոր միջավայր է պահանջում, քան ֆիզիկական եւ բնական է նշված է, որ ինքը սովածացավ, ծարավեց 40 օր, որը ինձ թվում է ծայրահեղ մի բան է, դժվար թե մարդ արարածը կարողանա այդքան 40 օր, ընդհանրապես որքան տեղյակ եմ, 15 օրից ավել առանց ջրի հնարավոր չի, որտեղ ցամաքում է ամբողջ օրգանիզմը եւ բայց քանի որ մենք գործ ունենք գերբնական ծնունդ ունեցող Հիսուսի հետ, որը մարդ էր եւ միգուցե նրա համար այդպես էր, ամեն դեպքում 40-ը թիվ է, որ ծայրահեղ վիճակ է ցույց տալիս Եվ Հիսուսը բնականաբար հիշեցնում է գրված է, իսկ դա գրված է երկրորդ օրինաց 8-րդ գլխի մեջ, որ երբ որ Իսրայելը անապատի մեջ նույն վիճակի մեջ էր, անոթի ուտելիք չկա, ոչինչ չկա եւ այլն, եւ Աստված ասում է, որ ես ձեզ այս վիճակի եմ բերել, որպեսզի դուք տեսնեք, որ ոչ միայն հացով կապրի մարդ, եւ իր խոսքով գերբնական ձևով մանանան ուղարկեց, այնտեղ թրջուններ, լորեր ուղարկեց, ջուր ժայռից բխեցրեց եւ այլն, ուրեմն շատ հետաքրքիր է այդ երևույթը նկատել, եւ Հիսուս այդ օրինակը բերելով ասում է, ես նույն իրավիճակի մեջ եմ հիմա, այսինքն նեղ ծարաված ֆիզիկապես հյուծված վիճակի մեջ եմ, բայց ինչպես գրված է, որ մենակ դրանով չի, որ մարդը ապրում է, ապա ամեն խոսքով, որ Աստծո բերանից դուրս է գալիս, եւ իհարկե սատանան այլևս չկարողացավ ֆիզիկապես նրան փորձել,
որտեվ այդ առաջի փորձությունը նրա ֆիզիկականի մարմնի վրա էր հարձակումը եւ այդ տեսանկյունից համոզվեց, որ չէ, սա Աստծո որդի է։ Ամենքում, բայց մենք ավելի մեծ մասշտաբի բաների մասին պիտի խոսենք, նույն Աստծո բերանից դուրս եկած բանի խոսքի վերաբերյալ։ Հասկանալի է։ Շատ լավ, քանի որ այս օրինակը բերեցիք Մատթեոս 4:4-ը փորձության, կուզեմ մի միտք էսպես մեջս հիմա էսպես առաջացավ, փաստորեն Աստծո որդին հայտնի է լինում, երբ որ այս փորձությունները, 3 տարբեր տեսակ փորձությունները կարողանում է հաղթահարել Քրիստոսով քաղցի կամ նյութի ապահովության եւ փառքի խնդիրը, երբ որ լուծված է նրա մեջ, ըստ Աստծո խոսքի, շատ հետաքրքիր է, որտեղ այդպես բացահայտվեց Քրիստոս որպես Աստծո որդի, հաղթելով այս 3 կարևոր, որի առջև մարդկանց զորավարների ծնկեր է ծռվել, այս 3 կետերի առաջ մարդը չի կարող հաղթահարել այդ իմաստով։ Ճիշտ է, եզրակացությունը կարող ենք այդպես անել, սակայն շատ կարևոր մի հանգամանք կա այդտեղ, որ սատանան փորձում էր նրա եսը արթնացնել։ Այո։ Շատ ավելի այս կողմն էր նրան հետաքրքրում, թե կարող է նրա սեփական էգոիզմը արթնացնել, որ ինքը սատանայի ասածին լսի, ոչ թե հորը։ Սա է շատ կարևոր, որովհետև եթե սատանային հաջողվեր նրա եսը ինչ-որտեղ հպարտությունով արթնացնել, օրինակ Հիսուսը ասեր, որ այո, իհարկե կարող եմ, իմ համար խնդիր չկա, ես քարերին կարող եմ հաց դարձնել, ինչպես հետագայում ինքը նման արեց, չէ, բայց նա ցույց տվեց, որ թեև դու ասում ես գրված է, բայց ես քո ասած գրվածը չեմ անում, ես ասում եմ այն, ինչ որ իմ հայրն է ինձ ասում։ Փառք ես Տեր։ Քանի դեռ իմ հայրը ինչ չի ասում, ես չեմ անի, որովհետև դուրս կգա, որ ես քո ասածը արեցի։ Քո ասածը չի լինելու, հա, այդպես արտահայտություն։ Այո, բայց սատանայի նպատակը հենց դա է, գրգռել մի բան, որը մեր սեփական եսով սկսենք քայլել։ Սա ցույց կտա, որ Աստծո որդի չենք։ Ճիշտ։ Որտեղ Աստծո որդին ոգով է առաջնորդվում։ Ամեն։ Եվ այս 3-ն էլ նույն բնույթը ունեն։ Այո։ Մեկը ֆիզիկապես, մյուսը հոգեպես, մյուսը հոգևոր ձևով փորձվեց։ Մարմին, շունչ, հոգի փորձվեց։ Եվ այս 3-ի միջոցով նրա ջանքը նա էր, որ այս Հիսուսից կարող ենք այդ եսը, էգոիզմը, որ անընդհատ չասի, որ ես անում եմ միայն այն, ինչ որ հայրն է ինձ ասում։ Ինքն էլ կարող է, չէ, ինչ որ բան։ Եվ կարող է, ախր խնդիրն անում է, որ կարող է։ Ջրերի վրա քայլողը կարող էր նաև իրեն բարձրից նետել եւ օդի մեջ մնալ։ Ամեն։ Հենց խնդիրը դա է։ Շատ լավ, ուրեմն մի երգ հիմա կհնչի մեր սիրելի Հովհաննես եղբոր հեղինակային երգն է, ուրեմն Սարբի քրոջ կատարմամբ, հոգու պտուղները Գաղատացիս 5:22, եթե չեմ սխալվում, եկեք ըմբոշխնենք այս հրաշք երգը եւ նորից միանանք, հետո շարունակենք մեր ընթացքը։
Ես պատկերացնում եմ ինչ ապրումներ եք ունեցել այս երկը գրելուց եւ հոգու պտուղների մասին այդ տողերը կարդալուց հետո երկա ծնվել ձեր մեջ Հովհաննես եղբայր եւ որը հասել է մեզ դեպի եւ մեզ համար մեծ օրհնություն Տեր օրհնի ձեզ շատ շնորհակալ ենք այս երկի համար եւ ընթացքը հանձնում ենք քեզ շատ լավ շնորհակալ ենք նաեւ մեր սիրելի եղբայր Ներսես Վալաբանյանին որ ոտքի կանգնացրեց այս երկը ինչպես նաեւ հուրի կրոջը սա մենակատարը հուրին էր եւ ներողություն իրանց ձայները շատ նման էր իրար ես չես Սալվինը սուգեր կողներ երկրորդ ձայներ եւ նաեւ ամբողջ խումբը այդ ժամանակվա որ մեծ գործ կատարեց ոչ միայն իմ երկերի հապա շատ ուրիշ երկերի որպեսի բանդարկված չմնան հապա ինչի համար որ Աստված ներշնչել է որ կատարածվի Ես կարծում եմ այս երկերը պետքա անպայման թարմացվի որովհետեւ նոր գեղեցկությամբ ներկայացվի նոր որակ ստանա այո ոմանք փորձում են անել եւ այլն թող Աստված առաջնորդի տեսնենք առաջ Աստված այո Ուրեմն անցնելով մեր նյութին, ինչպես ասացի, մենք ավելի պետք է փորձենք այս Աստծո բերանից դուրս եկած խոսքը կամ բանը ավելի մեծ մասշտաբով դիտարկել։ Ուրեմն այդ պատճառով եկեք արդեն մենք խոսեցինք ուրեմն Մատթեոս 4:4-ից, հիմա բայց կարդանք Եսայի մարգարեության մեջ 55-րդ գլուխ եւ 8 համարից մինչեւ 11 Ուրեմն Եսայի 55 8-ից 11 Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն ասում է Տերը Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներից եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Որովհետեւ ինչպես որ իջնում է անձրևը եւ ձյունը երկնքից եւ ետ չի դառնում այնտեղ, այլ որոքում է երկիրը եւ նրան արգասավորանում եւ բողբոջեցնում նրան եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց ուտողին։ Այնպես էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարե իմ ուզածը եւ հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի։ Ուրեմն եկեք մի պահ հիշենք թե ինչպես Հիսուս հաճախ ասում էր, որ հավատան նրան, որ իրեն ուղարկեց, նա, որ ինձ ուղարկեց, ինձ ուղարկողին, շատ անգամներ, եթե ուշադրություն դարձնեք, շեշտադրված է դրա վրա, որ եթե նա որ ինձ լսում է եւ հավատում է նրան, որ ինձ ուղարկեց, հավիտենական կյանք ունի։ Եվ դատապարտության տակ չի ընկնում, հապա մահից տեղափոխվել։ Տեսնում եք, ուրեմն շատ կարևոր մի շեշտադրում է։ Հիմա այստեղ Եսայի մարգարեն մարգարեանում է այս մասին։ Բայց Աստծո բերանից դուրս եկած խոսքը կամ բանը որը ավելի ճշգրիտ եբրայերեն բառն է, որ նույն նշանակությունը ունի ինչ որ մեր բանը, թեև բանը խոսք է, բայց միայն խոսք չէ բանը։ Բանը նաև միտք է, խոսք է եւ բանը բանականությունը բանարմատը ունի, այո, բայց այդ բան ասածը շատ ավելի խորը իմաստ ունի, քան ասենք միայն խոսքը։ Ուզում եմ ասել, թեև
այո, նշանակում է նաև խոսք, բայց նշանակում է նաև միտք։ Մենք մեր հայերենում այդ բանը շատ ենք գործածում, որ բան անենք, կամ այս բանը մտածում եմ, այս բանը ասում եմ, այս բանը անում եմ եւ այլն։ Ուրեմն ճիշտ այս նույն բնույթը ունի եբրայերենում, հնչում է դավաղ կամ դաբաղ այդ բառը։ Շատ է դարքիր է, իմիջալոց, որի թվային արժեքը նույնն է, ինչ որ այն 4 տար։ 26, հա, շատ է դարքիր։ Յահվե։ Եթե Աստծո անուն։ Այո, յոդ հե վավ հե դրա թվային արժեքը եւ դավաղի թվային արժեքը նույնն է, ոնց որ թե կոդավորումն էլ ասում է, որ սրանք նույն բանն են։ Նույն իմաստն, այո, շատ բովանդակություն, այո, շատ է դարքիր է։ Եվ եկեք մի քանի համարներ այս տեսանկյունից կարդանք, դուք գիտեք, որ օրինակ Հովանու առաջի գլխի առաջի 3 համարները մեզ ասում են այդ մասին, որ սկզբում էր հենց այդ բանը Աստծո մոտ է, այդ բառը թարգմանվում է նաև Աստծո հետ էր կամ դեպի Աստված էր ուղղված, եւ այդ բանը Աստված էր, եւ նրանով եղավ ամեն բան ինչ որ եղավ, եւ նշված է, որ նրանով էր կյանքը։ Այդ բանով էր կյանքը, այսինքն Աստծո բերնից դուրս եկած բանով, խոսքով էր կյանք, որ դժվար է մարդկանց իմանալ, թե էությունը ինչ է կյանքի եւ այլն, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ այդ բանն է, բանից պարզվում է կյանքը, նրանով է, առանց նրա կյանք չկա, առանց այդ բանի, առանց Աստծո մեջից մտքի արտահայտության, խոսքի ոչինչ չէր կարող լինել եւ կյանք չէր լինել։ Դες ինչ եմ ասում, մասշտաբները պետք է մեծացնենք, տեսնենք, թե սա իսկապես Աստծո խոսքը ինչ բաներ ունի թաքնված իր մեջ։ Հետո տեսնում ենք, որ այդ բանն էր, որ մարմին ստացավ, այսինքն Հիսուսը, որ Քրիստոսն է, որ այդ բանն է։ Հիմա շատ զարմանալի է նաև նկատել այնպիսի ուրեմն համարներ, ըստ որում այդ բանը, այդ խոսքը շատ համարներ ունենք, որ ցույց է տալիս, որ հավիտենական է։ Երկիր, ամեն ինչ կանցնի, բայց իմ խոսքը հավիտյան կմնա։ Ուրեմն այդ բնույթը, նրա հավիտյան լինելու բնույթը զարմանալի է։ Միևնույն ժամանակ ասված է, որ քո խոսքը ճշմարտություն է։ Այդ ճշմարտություն ասածը նույնպես հավիտենական է։ Այդ պատճառով է, որ ճշմարտությունը ինքը ազատ է։ Ինչու է ազատ, որովհետև հավիտենական է։ Ինչը որ ժամանակավոր է, ազատ չի։ Բայց ինչը որ հավիտենական է, այնտեղ է ազատությունը, ինչպես որտեղ որ Սուրբ Օքին է, այնտեղ է ազատությունը։ Ուրեմն ազատության այդ գաղափարը առնչված է, կապված է նույնպես ճշմարտության հետ, որը Աստծո խոսքն է։ Ուրեմն բնական է, որ այդ խոսքը իր կամքի արտահայտությունն է, իր ուզածի արտահայտությունն է, Տերոջը միտք ասացի, որ առաքյալ ասում է, ով է իմանում Տերոջ միտքը։ Բայց ինչ որ արտահայտված է, այսինքն Քրիստոսի միտք է դարձված, նա գիտենք։ Ինչը որ արտահայտել է բանով, նա գիտենք։ Բայց Տերոջը միտքը, հավիտենական միտքը, ոչ ոք չգիտի։ Բնական է։ Քանի բան չի դարձել, այսինքն քանի չի դուրս եկել, քանի չի հնչել, այո։ Քանի որդի չի դարձել, այո, որտեվ բանը իր մտքի արտահայտությունը հենց այդ որդին է։ Այս ձևով պետք է դիտարկենք։ Հիմա եկեք այդ մեծությունը մի քանի համարներով հաստատենք։ Օրինակ Կողոսացիս թղթի առաջի գլխի մեջ առաջի 15-ից 17-ը տեսեք ինչ է ներկայացնում։
Խոսելով այդ Քրիստոսի կամ այդ բանի մասին, ասում է, որ աներևույթ Աստծո պատկերն է, ամեն ստեղծվածներից առաջ ծնված, այսինքն խոսքը, որ ծնվում է այդ հավիտենական մտքից, վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկինքներում, որովհետև հոգնակի է, եւ ինչ որ երկրիս վրա է, երևողները եւ չերևողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն բաները նրանով եւ նրա համար ստեղծվեցան, եւ նա ամենից առաջ է, եւ ամեն բան նրանով է հաստատ։ Երբ որ այս չափերի մեջ ես տեսնում այդ Աստծո բերանից դուրս եկած խոսքը, բնական է, որ Աստծո մեծությունը զարմանք է պատում, զարմանում ես այս տեսակ երևույթի վրա։ Արարչությունը բանից պարզվում է Աստծո բերանից դուրս եկած խոսքի հետևանք է, երևացող թե չերևացող։ Ուզում ես մակրո աշխարհը նայի, որի ծայրը չի երևում, ուզում ես միկրո աշխարհը նայի, որի ծայրը չի երևում։ Անգամ չերևացողները։ Այս մեծությունը ես ուզում եմ ներկայացնել, որպեսզի մենք իսկապես մեծ տեսնենք Աստծո, որովհետև համոզված եմ, որ որքան Աստծուն մեծ տեսնենք, այնքան մեր եսը կփոքրանա։ Եվ հակառակ, որքան որ մեր եսը մեծանում է, Աստված է պստիկանում։ Ամեն։ Եվ միևնույն ժամանակ եկեք մի համատեղ կարդանք, ուրեմն Եբրայեցիս առաջի գլխի, որ մեզ ծանոթ տեղ է, առաջի գլխի երկրորդ համարը ասում է. այս վերջին օրերումը խոսեց մեզ հետ որդիով, որին ամեն բանի ժառանգ դրավ, որով աշխարհն էր առավ։ Այդ որդին նույն բանի իմաստը ունի, որով աշխարհն էր էլ առավ, ինչպես որ քիչ առաջ մենք կարդացինք, եւ գիտեք, որ շատ համարներ ունենք, նրանով, նրանից, դեպի նա, եւ այլն, նույն Եբրայեցիս երկրորդ գլխի 10-րդ համարը ասում է, որովհետև վայելում էր նրան, որի համար ամեն բան եւ որով ամեն բան, որ շատ որդիկ փառքի մեջ տանելիս, նրանց փրկության առաջնորդին ճարճրանքով կատարե, նորից ամեն բան։ Ուրեմն մեծությունը ակնհայտ է այն խոսքի, որ Աստծո բերանից դուրս է գալիս, բայց ուրիշ ավելի հետաքրքիր մի բան ենք տեսնում Եսայի մարգարեության մեջ։ Տեսնում ենք, որ իր բերանից դուրս եկած խոսքը կատարում է իր ուզածը, հաջողում է եւ պարապ ետ չի դառնում։ Այստեղ հետաքրքիր է, որ ետ դարձ կա։ Հետևաբար իր միտքը, որ ինքը արտահայտում է, ինչ որ նպատակ ունի, որպեսզի հետո էլ հետ դառնա իրեն, կատարի այդ նպատակը, հաջողի եւ ետ դառնա։ Այս տեսանկյունից որ նայում ենք եւ գնում ենք Հիսուսի աղոթքը կարդալու 17 գլխի մեջ, Հովանու 17, զարմանալի բան ես տեսնում, որ Հիսուս ինքը ասում է, որ ես ինչի համար որ ինձ ուղարկեցիր, ես դա արեցի։ Հետո ասում է ինչեր արեց, հետո ասում է հիմա ես ետ եմ դառնում, ես այլևս աշխարհում չեմ, գալիս եմ քո մոտ նույն փառքին, ինչը որ արարչությունից առաջ ունեի։ Ես հաճախ ասում եմ եւ ինքս զարմացած եմ այդ Հիսուսի աղոթքի վրա, որովհետեւ այդ աղոթքի մեջ ես կարծում եմ, որ ամեն ծածկված գաղտնիքներ այնտեղ են։
Դասմեն կանոնապետական աղոթքը Քրիստոսի։ Այո, մենք ասում ենք կանոնապետական կամ բարեխոսական։ Իդեպ մենակ հետ չի դառնալու։ Իդեպ լիքը շատերին ատանելու։ Տեսնում ես ուրեմն շատ այդ Աստծո բերանից դուրս եկած խոսքը իր հետ տեսնում եք ինչեր է, ինչ կշիռ ունի։ Դուք պատկերացրեք, որ առաջ նախքան որ Աստված որևէ բան արտահայտեր իր միտքը, որը ես ժամանակին մի բան էինք խոսել այստեղ, սկզբից առաջ եւ հետո։ Ուրեմն այդ սկզբից առաջ, որ չգիտենք դա ինչ բան է, բայց գիտենք, որ նա է, այսինքն այդ հավիտենական հոգին է, արտահայտված 4 տարով, որ դեռ արարչություն չկա, այսինքն դեռ այդ 4 տարի Աստված բնույթն էլ չկա, որովհետև Աստված արարչության հետ է կապված։ Սկզբում չի ասում Աստված է, տեսնում եք, ասում Աստված բանն է, այսինքն այդ հավիտենական մտքի արտահայտությունն է, որը արարում է եւ այդտեղ է գտնվում արարիչի կամ Աստծո Էլոհիմ ըմբռնումով նրա բնույթը, եթե ոչ ինքը Էլոհիմ է, բայց հավիտենական Տեր չբացահայտված։ Հա, այդ միակն է, որովհետև Էլոհիմ բառը ընդհանուր բնույթ ունի Աստված հասկացողության, կռապաշտներն էլ ամեն մեկը Էլոհիմ ուներ, տարբեր աստվածներ եւ այլ, ուրեմն դա ընդհանուր հասկացողություն է, բայց այն միակը, որ հավիտենականն է, դա գիտեք, որ հինավուրցը 4 տարով է արտահայտված եւ մենք թարգմանել ենք Տեր Աստված կամ Եհովա Աստված կամ լատինական թարգմանությունները թարգմանել են հավիտենականը այստեղով ուրեմն ամեն դեպքում ես մեծությունը ուզում եմ նորից մենք տեսնենք այս Աստծո բերանից դուրս եկած բանի եւ զարմանալի է, որ դուրս է գալիս, օրինակ, նկատելի է, դուրս է գալիս Քրիստոս բանը, ինչ որ բան է անում, վերադառնում է եկեղեցի։ Չէ, որտեղ ինչ է, վերջապես ինչ է անում, կառուցում է եկեղեցի։ Դուրս է գալիս Փեսա, վերադառնում է հարս։ Դուրս է գալիս սիրել, վերադառնում է սիրվել։ Այսինքն, Աստծո բերանից դուրս եկած խոսքը պատասխան ունի։ Իզուր տեղը դուրս չի գալիս։ Հովանես եղբայրստեղ մի բառ կա, դա էլ եմ ուզում, զուգահեռ, եթե կարելի է, ռեզոնանս։ Ամեն ձայն իր ռեզոնանս ունի, հերձերը, դուք շատ լավ գիտեք դրա մասին, այս ռեզոնանսի մասին է խոսքը, երևի, կարծում եմ, Աստծո ձայնի ռեզոնանսը։ Ռեզոնանսը պահանջում է երկու օբյեկտ, որ մեկը հնչի, մյուսը նույն ռեզոնանսը ունենա, բայց եթե դեռ չկա ոչ մի բան, չկա արարչություն, ռեզոնանսի խնդիրը, ուրեմն ռեզոնանսը արդեն արարչության հետ է, բնական է, ռեզոնանսը ես կասեի նույն խոսել եւ պատասխան ստանալն է։ Այո։ Ինչպես օրինակ մենք ունենք հեռարձակող սարք եւ ընդունիչ սարք։ Եթե նրանք նույն ռեզոնանսի, նույն հաճախականության վրա չլինեն, ալիքը չես բռնի։ Այսինքն չես ունենա հաղորդում, որը վերադառնա, այսպես տեսնում եք, այն բաները, որ խոսում են իրար հետ, չէ, նույն ալիքի վրա, նույն հաճախականության պետք է լինի։ Բնական է, դա շատ ճիշտ ես նկատում, որովհետև այդ ռեզոնանսը Աստծո որդիների սրտի մեջ է կատարվում։ Շատ սիրուն է։ Մենք այդ մասին շատ ենք խոսացել։ Աստծո բերնից դուրս եկած խոսքի ռեզոնանսը, քանի որ որդի է, այդ նույն որդիների բնույթի հետ է ռեզոնանս տալիս։ Եթե որդի չի, ռեզոնանս չի տա։
բնական է։ Ըստ երևույթին վերջում մենք մի հատ տեքստ կկարդանք, մենք կտեսնենք, որ Հիսուս էլ այդ բանի մասին ասում է, ոչ ուղղակի ձևով, բայց հասկանում է։ Ուրեմն երբ որ այդ սկզբից հասկացողության մեջ, որ տես ծննդոցը այդպես է սկսվում, չէ, սկզբից Աստված արարեց, եբրայերեն տեղերը փոխված է, ուրեմն սկզբից արարեց Աստված երկինքներ եւ երկիր։ Ուրեմն սկիզբ հասկացողության մեջ էլ կա այդ բանը։ Ինչու, որովհետև սկզբում էր բանը։ Ուրեմն այդ բանը իրանից այդ սկիզբն է ներկայացնում։ Այն, որ կարելի ասել, այն պահը, երբ որ հավիտենական միտքը արտահայտվեց։ Այդ բանով, դա սկիզբ է կոչվում, բայց արտահայտվելը միևնույն ժամանակ արարել է։ Ուրեմն նախքան որ կոհասացիպես ռեզոնանս լինի կամ երկխոսություն լինի, որպեսզի Աստծո բերանից դուրս եկած խոսքը դառնա երկխոսություն, ունենա պատասխան, նախքան դա այդ խոսքը, որ դուրս է գալիս, արարում է։ Նախքան պատասխան դառնալը պետք է արարչություն։ Առանց արարչության ինչ պատասխան։ Ուրեմն, եթե փորձենք մտնել Տերոջ մտքի մեջ, ինչը որ շատ դժվար է, ես տասնյակ տարիներ է, որ ուզում եմ մտնել, բայց չի ստացվում, ոնց որ Պողոս առաքյալն է ասում, ով կարող է հասկանալ, եւ իրոք որ իր խորհուրդները մեր խորհուրդները չեն, ինչպես Եսայի մեջ ինքը ասում է, բայց մի բան հստակ է, որ այդ արտահայտությունը արարում է եւ արարում է այնպիսի մի բան, որ պատասխան ստանա։ Կարևոր է իր համար այդ պատասխան, այնպիսի բան չի արարում, որ արարեց ու ոչ մի բան։ Ինք իրան թող գնա, այդպես չի։ Իր միտքը նա է, որ արարվի մի բան, որ ունենա իր իրենից դուրս եկած բանի պատասխան։ Այդ պատճառով է, որ դուրս է եկել այդ բանը, որ իր ուզածը կատարի։ Ինչն է իր ուզածը? Ունենալ պատասխան։ Եվ այդ պատասխանը լինի ազատ։ Այսինքն հավիտենական պատասխան։ Սա միգուցե բարդ բաներ եմ ասում, բայց տեղի է տալիս մեզ մտածելու Աստծո խոսքի վերաբերյալ այս մեծության, այս չափողականության մեջ։ Եվ մենք գիտենք, որ նրա հայտնության մեջ ասվում է, որ նրա անունը Աստծո բանն է։ Անուն ունի, չէ՞։ Հայտնություն 19:13-ում է գրված։ Եվ ուրեմն բանը նախ եւ առաջ արարելու համար է, հետո երկխոսության։ Խոսք եւ պատասխան ինչ է դարձել, այսինքն հայրե որդու հարաբերություն, Քրիստոսի եւ եկեղեցու հարաբերություն, Փեսայի եւ Հարսի հարաբերություն, եղբայրների եւ քույրերի միմյանց հետ ունեցած հարաբերություն, դրանք նույն բնույթ բանով են հարաբերվում, որը որպես Աստծո որդի վերստին ծնունդով բնակված է մեր մեջ։ Ամեն։ Սա է ճշմարիտ եղբայր քույրերի միջև եղած հարաբերությունը։ Այո, առողջ հարաբերություն։ Մեկից դուրս է գալիս նույն բանը, արարում է այնպիսի պատասխան, որ նույն բանն է։ Սրանով է հնարավոր միմյանց սիրել, ինչպես նա մեզ սիրեց։ Երբեք չփորձենք մեր սեփական եսի նախաձեռնությամբ իրար սիրել։ Չի ստացվի։
որքան էլ որ ջանք թափենք չի ստացվի։ Այն սերը, որ առանց պայմանների է, որ Աստծո սերն է, անպայման պահանջում է Աստծո որդու բնույթ, այսինքն վերստին ծնվածի բնույթ, գերբնական բնույթ, երկրային չի, երկնային է, և այդ բանը, որ Աստծո բերանից դուրս է գալիս, որ հաց է, հենց այդ երկնքից եկած հացն է, որ փարիսեցիներ չէին հասկանում, ասում ինչ ասում, երկնքից է եկել, սա չէ որ Մարիամի որդիներ կամ այնտեղ մենք սրա եղբայրներին էլ գիտենք, ինչպես է ասում է, երկնքից է եկել։ Բայց մեկը որ այս հացը չուտի, կյանք չի ունենա, ինչու, որովհետև այս բանով էր կյանքը նրանով է, իսկ կյանք, երբ որ Աստվածաշունչը ասում է, ի նկատի ունի հավիտենական կյանք, ինքը ի նկատի չունի այս ժամանակավոր կյանքը, ժամանակավոր կյանքի մասին Սողոմոնը իր ժողովողի մեջ է գրում և ասում է ունայն է։ Գոյատևության պայքար։ Առաքյալն էլ ասում է, եթե մենք այս ժամանակավոր կյանքի համար ենք հավատացել Քրիստոսի, ամենախղճալի մարդիկ ենք, մեր հավատն էլ ունայն է, նույն բանն է ասում, ինչ որ Սողոմոն։ Այո։ Ուրեմն մենք որպես հավատացյալներ, որպես Աստծո որդիներ և դուստրեր, մենք մեր հայացքը չպետք է ուղենք, մեր հավատքը չպետք է ուղենք մեր վիճակին, մեր եսին, մեր հավատքը պետք է ուղենք մեր դիրքին Քրիստոսի մեջ, որը գերբնականն է, չեմ ասում անտեսենք մեր վիճակը, ոչ, չենք անտեսում, հապա մեր հավատքը ուղում ենք դեպի մեր դիրքը, որպեսզի ընթացք տեղի ունենա, աճ տեղի ունենա, վազք տեղի ունենա, բարի պատերազմ տեղի ունենա, ընթացք տեղի ունենա, լույսի մեջ քայլեր տեղի ունենա, որ գնանք դեպի այն նպատակակետը, որի համար Աստված ի սկզբանե իր բերանից դուրս է բերել, որ դա կատարվի, դա է իր ուզածը, և վերադառնա այնտեղ, որտեղից դուրս է եկել։ Արարչությունից առաջ։ Այս տեսակ մեծության հետ գործ ունենք, եղբայրներ քույրեր, ես ուզում եմ, որպեսզի ինչ որտեղ այս տեղեկությունը մեր մեջ պինդ բռնենք, որովհետև հաստատուն հիմքերից է սա, այդ հիմքերի վրա կանգնած կարող ենք մնացած բոլոր հարցերը քննել, մեր հարցերի պատասխանները փնտրել, և ինչ որ դուրս է գալիս Աստծո բերանից, ձգողականություն ունի վերադառնալու, շատ հետաքրքիր է, նրանք ովքեր որ էլեկտրականությունից գաղափար ունեն, գիտեն, որ գոյություն ունի դրական և բացասական բևեռներ, օրինակ մեքենայի ակումուլատորը կամ որևէ, չէ, մարդկոցը հայերենով, ուրեմն ինչ որ դուրս է գալիս, իր գործը կատարում է և վերադառնում է, բայց այդտեղ վերադառնում է, որովհետև ձգողականություն կա, այսինքն բացասական էլեկտրոնները ձգվում են դեպի դրական կողմը, դա է գործածվում, որպեսզի հոսանք առաջանա, և ես օրինակը ինչու եմ բերում, որովհետև մինչև հայրը չձգի, չկաշի, մեկը չի կարող Քրիստոսին գալ, սա էլ է մտնում այդ գլոբալ ֆունկցիայի մեջ, մենք իրավունք ունենք Աստծո ստեղծած, Աստծո կողմից արարված բնության օրինակները վերցնել և համեմատել հոգևորի հետ, որտև Հիսուս էլ դա անում էր, առաքյալներ անում, բնության օրինակները ցույց են տալիս, էլեկտրականությունը մարդը չի օրինել, մարդը գտել է Աստծո ստեղծածը,
չէ, եւ մենք դա գործածում ենք առանց դրա այս մեր դարի մարդիկ չեն կարող ապրել, այս վերջերս Իսպանիայի եւ Պորտուգալի մեջ մեծ վթար տեղի ունեցավ, օսակ չկա, երեքտակա թողություն չկա, մարդիկ ժամերով մնացել են մետրոյի մեջ, գնացքների մեջ, սառնարան չի աշխատում, այդ բանկամատները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում, Պարալիզացվում է։ Եթե էլեկտրականություն չլինի այսօր, մի ամսի չափ մենք չգիտենք ինչ վիճակ կստեղծվի ընդհանրապես։ Ուրեմն ամեն դեպքում դուք պատկերացրեք, թե ինչ կկատարվի տեսանելի եւ անտեսանելի արարչության հետ, եթե Աստծո բանը նրան հաստատ չբռնի, ինչպես կարդացի, նրանով է հաստատ կենում։ Այո։ Ավասիկ, այս ուզում եմ այս մեծությունը հաղորդել, ինչը որ իմ սրտի մեջ ես զգում եմ, ես հələ ավելին եմ զգում, բայց բարերը չեն հերիքում, որ ասվի։ Այո։ Բարերը չեն հերիքում։ Մենք խոսեցինք, թե որպես սերմ, անապական այդ խոսքը եւ այլ այդ մասին շատ ենք զրուցել, բայց այսօր ես ուզում եմ ավելի բարձր տեսնենք այդ ամեն ինչը եւ գիտեք հիմա մենք որպես Աստծո որդիներ մենք էլ ունենք բան, մենք էլ ենք խոսում եւ պիտի խոսենք ճշմարտություն Սիգն պիտի Սուրբ Օգուց առաջնորդվենք խոսելու համար այն ինչ որ համապատասխան է Աստծո բերանից դուրս եկածին։ Սակայն հիմա փորձենք միտեղ կարդալ Մատթեոս ավետարանի մեջ Հիսուսի խոսքերը, ուրեմն Մատթեոս 15-րդ գլխի 8 համարից կարդանք մինչև 20-ը։ Տեսեք ինչ է ասվում։ Ասում է այս ժողովուրդը իրան բերանովն է մոտենում ինձ եւ շրթունքներովն է ինձ պատվում։ Բայց իրենց սիրտն ինձանից հեռացած ջոկված է։ Զուր տեղն են պաշտում ինձ վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են, եւ ժողովուրդներն իրար մոտ կանչելով ասեց նրանց. լսեք եւ իմացեք, ոչ թե բերանը մտնողն է պղծում մարդին, այլ այն բերանիցը դուրս եկողը նա է պղծում մարդին։ Զարմանալի բան է ասում, մենք հիմա տեղափոխվում ենք մեր բերանից դուրս եկած բաներին վերաբերյալ։ Թե մեր բերանից դուրս եկածը ինչ է անում։ Արդյոք նույն գործընթացն է կատարում, թե ուրիշ բան։ Այն ժամանակ նրա աշակերտները մոտ գալով ասացին նրան. Գիտես, որ փարիսեցիները այն խոսքը լսելով գայթակղվեցին։ Նա էլ պատասխան տվավ եւ ասեց. ամեն տունք, որ իմ երկնավոր հայրը չտնկեց, կփոկվի։ Ես զարմանում եմ այդ խոսքի վրա, ապա ով տնկեց։ Եվ անմիջապես հիշում ես այն առակը, որ ասեց, որ դաշտի տերը ցորեն ցանեց իր դաշտում, բայց հետո չարը եկավ ցանեց որոմ։ Ծառաները եկան ասեցին, բայց չի կատարվում, որոմ է բուսնել։ Դու չէ որ ցորեն ես ցանել, ասում է այո, դե չարն է ցանել։ Տունք կա, որ հայրը չի տնկել, եթե հայրը չի տնկել, պիտի վերցվի։ Հստակ է, ոչ մի պարակուսանք չկա, որքան էր, որ մեզ թվա, վայ, բա ոնց կրնի, բա Աստված չէ, որ բարի եւ այլն։ Սա ուրիշ հարց է, սա շատ խորունկ հարց է, բայց մենք փաստի առաջ ենք, մենք չենք կարող հորինել կամ փոփոխել այն ինչ որ Տրամաբանել մարդկորեն, ինչու՞ չեն։
այո, եւ ընդհուպ միջև բերել տկարացնել Աստծուն, դարձնելով մի հատ բարի ծերուկ, ծմեր պապիկի նման, որ նա շատ է սիրում, շատ է ուզում, բայց դա ինչ անի, չի կարող։ Երբեմն ձախողվել է, չի ստացվել։ Այս մեծությունը, որի մասին ես խոսեցի հիմա, երբ որ իր բերանից դուրս եկածը անում է իր կամքը, իր ուզածը, հաջողում է եւ պարապետ չի դառնում։ Այս տեսակ մտքերը անհարիր են, չեն կարող, ասածիդ պես ռեզոնանս ստեղծել, չի ստացվի, ներդաշնակ չի, հետևաբար իր բերանից դուրս եկածը չի, բայց նայեք տեսեք ինչ է շարունակությունը, նա էր պատասխան տվավ եւ ասեց, ամեն տունք, որ իմ երկնավոր հայրը չտնկեց, կփոկվի, թույլ տվեք նրանց կույր առաջնորդներ են կույրերի, եւ երբ որ կույրը կույրին առաջնորդ է, երկուսներ փոսի մեջ կընկնեն։ Պետրոսը նրան պատասխան տվավ եւ ասեց, այս առակը մեկնիր մեզ, որովհետև խիստ է տվում, այսինքն ինչպես կարող է, այդպես թողնել, որ կույրը կույրին առաջնորդի է, գնա օգնի։ Տեսնում ես։ Չէ, կույրը կույրին առաջնորդում է, ընկնում են փոսը։ Հիսուս չի ասում, ես էլ հետո կգնամ փոսից կհանեմ։ Մի տեսակ ռադիկալ բնույթ ունի։ Թեև ինքը բրկիչ է, ինքը կարող է գնալ հանել եւ անում է, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ առաքյալները երբեմն շփոթվում էին, չէին կարող ըմբռնել ինչ է ասում, բայց չէ որ դու մի կողմից ասում ես, որ ես աշխարհի բրկիչն եմ եկել եմ, հիմա այնպիսի բաներ ես ասում, որ թվում է թե հոգը չի, որ կույրը կույրին առաջ, բայց ախր կույրը կույրին ինչպես առաջնորդ կարող է դառնալ, ինչպես կարող է կույրը իրեն հայտարարել առաջնորդ։ Թե անկարելի է։ Կա բայց այդ երևույթ։ Կա որովհետև թեև կույրը, բայց չգիտի որ կույր է։ Մերկ է չգիտի որ մերկ է։ Սա ուրիշ կատեգորիա է, չէ՞։ Հա, ուրեմն չգիտի թե ինչ է անում, այսպիսի բաներ էլ կան, այո։ Թող Աստված օգնի այդպիսիներին։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ երբեմն կույրը ուզում է անպայման տեսնողին առաջնորդել։ Գնում է դեպի փոս ու տեսնողը ասում է, որ չէ, փոս կա չէ, ասում է, ես եմ առաջնորդը։ Այս դեպքում ասում եմ, դա ուղղակի պարադոքսալ հակասական մի բան է այնտեղ գալիս, բայց նայեք տեսեք շարունակության մեջ, Հիսուսն էլ ասեց, դուք էլ տակավին անխելք եք, տակավին չեք հասկանում, թե ամեն ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում եւ արտակնոց է գցվում, բայց բերանից դուրս եկող բաները սրտիցն են դուրս գալիս եւ նրանք են մարդին բղծում, որովհետև սրտիցը դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, բորնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, սրանք են մարդին բղծողը, բայց անլվա ձեռքով ուտելը մարդին չի բղծում։ Ինչու, որովհետև ես սկզբից չկարդացի, փարիսեցիները բողոքում էին, թե քո աշակերտները ուտում են ձեռքերը չլվացին։ Կույրը կույրին առաջնորդ։ Փոխանակ տեսնեն, թե մարդ արարածի սրտից ինչ է բխում, մարդու բերանի խոսքը, որ դուրս է գալիս բերանից, ինչ է արարում։ Այսինքն արարում է, թե քանդում է։ Կյանք է տալիս, թե սպանում է։ Արարում է ինչ։ Մենք հիմա արարում է չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, բորնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, թե ինչ է արարում։ Հիսուս է ասում, խոսելով մարդու սրտի բնույթի վերաբերյալ։
Ինչու համար է պետք հետագայում Մարաքյալը, որ մեզ ասում է սրտի թլպատություն է պետք, ականջի թլպատություն է պետք, այդ սիրտը քարե սիրտը պետք է մարմնեղեն սիրտ լինի, օրենքը նրա մեջ պետք է գրվի, եւ ինչու է Աստված շեշտը դրա վրա դնում, եթե Աստված շեշտը դրա վրա է դնում, ուրեմն ի սկզբանե, երբ որ իր բերանից բանը դուրս եկավ, իր ցանկությունը նա է, որ այս բաները չլինեն եւ վերադառնա այն, ինչը որ այս տեսակ բաներ չունի, այսինքն սրտի չարությունը գոյություն չունենա։ Ուրիշ հարց է թե ինչու է Աստված այս չարմիջավայրը թույլ տվել, որ ինչ լինի, սա մի իմ համար 45 տարվա փնդրտուքի թեմա է։ Եթե եղբայրներից քույրերից որևէ մեկը կարող է ինձ օգնել ասելու թե ինչու է պետք չարմիջավայր, այսինքն ինչ է չարը, ինչի համար է չարը եւ որտեղից է չարը։ Ես միջև հիմա չեմ լսել որևէ քարոզիչից, որևէ գրքից, որևէ տեղեկություն այս մասին։ Միակ բանը, որ առաքյալը մեզ ասում է, որ նա բոլորին անհավատության մեջ արգիլեց կամ պարփակեց, որպեսզի բոլորին ողորմի։ Բայց ասում է, որ չեմ հասկանում, ով կհասկանա Տերոջը միտքը, ով խորհուրդ կարող է տալ նրան, նրա խորհուրդները մեր խորհուրդները չեն։ Ես հասկանում եմ սա, բայց միևնույն ժամանակ երկրորդ առաջի Կորինթացիս երկրորդ գլխի մեջ ասում է, որ հոգին, Աստծո հոգին քննում է խորքերը, անգամ Աստծո խորքը։ Ես երիտասարդ ժամանակ այս հարցը տվեցի Աստծո, ըմբոստացա, ասեցի, եթե չպատասխանես, Աստվածաշունչեր չեմ բացի, վերջը Աստված ինձ սիրով ուրիշ պատասխան տվեց, ես հասկացա, որ ըմբոստանալով չի, ընդհակառակ մի բան, որ չես հասկանում, նրա մեծությունն է ցույց տալիս, դրա համար է հաճախ ասում, որ եթե երբ որ չեմ հասկանում, հրճվում եմ, իմ ապաշխարությունն էլ եղավ բանով, չհասկանալով, ոչ թե հասկանալով, այդ որ ասեց Աստված իմ ասված եմ, ինչու զիս թողեցիր, այս չհասկացա։ Տեսնում եք, ուրեմն բաներ կան, որոնք թաքնված են, որոնք նրան են պատկանում, բայց որքան մտերիմ դառնանք նրա հետ, այնքան ինքը իր սիրտը կբացի մեզ հետ, որտև դա է ի սկզբանե իր արտահայտությունը, որպեսզի կատարի դա, ինչ կատարի իր սիրո պատասխանը կառուցի, իր սիրո պատասխանը ստանա, եւ դա այդ նույն սիրո կյանքն է, իր կյանքն է։ Սա եմ ես նկատում եւ Աստծո փառքը ինչպես դուրս եկավ, ինչպես իջավ միջև մեզ, այնպես էլ պետք է վերադառնա այդ նույն փառքը այնտեղ, որտեղից եկավ։ Հիսուսի աղոթքի մեջ է։ Եվ այդ փառքը հենց այդ իր խոսքի ամբողջական արտահայտությունն է, իր էության ամբողջական արտահայտությունն է, իր էությունը սեր է, սիրո ամբողջական արտահայտությունը ոչ միայն սիրել է, հապա նաև սիրո պատասխանը ստանալը։ Ամեն։ Սա է, ուրեմն Տերը թող օրհնի եւ թեև որոշ բարդ բաների մասին խոսեցինք, միգուցե դժվար ըմբռնելի են,
բայց սա է, մենք սա ենք կարդում եւ ոնց որ ասում են, փաստի արժեվ ենք, մենք ուրիշ ձևով չենք ուզում մեկնաբանել, եթե մի բան չենք հասկանում, չգիտենք, ասում ենք չենք հասկանում, չգիտեմ։ Ամեն, հարկեստեր։ Չէ ասի, որ բարդ էր Հովհաննես եղբայր, որովհետև շատ բարձ եւ հասկանալի էր այն իմաստով, որ Աստծո խոսքի, այսպես ասած, զորությունը, ուժը, փառքը, կարելի ասել, մեծությունը մենք իրոք կարիք ունենք բացահայտելու։ Իրոք անկեղծ ասեմ, երբեմն նկատում եմ, որ Աստծո խոսքի այսպես խորհուրդը, արժեքը երբեմն մի քիչ կոպիտ գուցե հնչի, բայց որպես խոստովանություն ասենք, որ երբեմն արժե զրկվում է մեր աչքին կամ այսպես մեր վերաբերմունքով, բայց այսօրվա խոսքը մեզ նորից սթափեցրեց այն իմաստով, որ մենք ինչի հետ գործ ունենք, եւ նաեւ մի համարել հիշեցի, որ շատ դիպուկ է այսօրվա թեմային, Եբրայեցիս 4:13-ի մեջ Պողոս եղբայրը ասում է, որ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկ եւ բաց է նրա աչքերի առաջ, որի հետ է մեր բանը։ Շատ գեղեցիկ արտահայտություն է, այսինքն այսպես հարց է բարձրացնում, ում հետ է մեր բանը, դա էլ որոշում է մեր կացությունը, եթե այսպես բանաձև փորձենք ստեղծել, ում հետ է մեր բանը, դա որոշում է մեր կացությունը։ Իսկ այստեղ Եբրայեցիս 4:13-ում ասում է, նրա հետ է մեր բանը, սա ձեր խոսքին կարելի ասել եւս մեկ ապացույց, որ այն խոսքը, որ բնակվում է մեր մեջ, դա իդ պետքա վերադառնա նրան, մեր բանը, որը նրանից է, վերադառնում է նրան, եւ սա ստեղծում է գերբնական հաղորդակցություն, իրոք այո, եւ այդ բանը հենց Աստծո որդին է։ Ամեն։ Այսա է գաղտնիքը։ Ես մի բան էլ ավելացնեմ, եթե դուք տաս, որ մենք ինքնակնությամբ որոշ զգուշացում այս ամեն ինչից հետո, ուրեմն Աստծո սերը արտահայտվել է, որպեսզի պատասխանվի, ինքը չի արտահայտվել, որ շահագործվի։ Աստծո սիրո շահագործողները նրանք են, որ չեն պատասխանում այդ սիրուն։ Այսինքն, լավ է, մեզ սիրում է, մեզ էս է պետք, են է անում, էս է անում, մեզ տալիս է սենցներ եւ այլն, բայց չեն պատասխանում, չեն դառնում նրա սիրո պատասխան, միայն մնում են շահագործող։ Լուրջ խնդիր է սա։ Դրա համար օրինակ առաջին Կորինթացիս 8-րդ գլխի մեջ մի հետաքրքիր համար կա, երրորդ համարը, ասում է, բայց եթե մեկը Աստծուն սիրե, նա ճանաչված է նրանից։ Ուրեմն, երբ որ ասում է, որ Աստված մեզ ճանաչում է, նա ճանաչում է իրեն մերին, որ հիմքն է իրա, ինչու է ճանաչում, որովհետև սիրո պատասխան են։ Ամեն։ Սենց մի արտահայտություն կա, ես լսել եմ, որ ասում են, որ Աստված սիրվելու կարիք չունի, նա ինքնաբավ Աստված է, այդ իմաստով, բայց այստեղ քանի որ սիրո պատասխանի մասին է խոսում, կարող ենք ասել, որ այդ սիրո պատասխանն էլ է մեզ համար, այսինքն մեր Աստծուն սիրելը ինչ որ ձեր մեր վրա է անդրադառնում դա, այսինքն դա էլ է մեզ համ, դա էլ է իր որդիների համար, ոչ թե որ Աստված սիրո պակաս ունի եւ կարիք ունի, որ նրան շատ սիրեն։ Աստծո էությունը եւ նրա սիրտը ուրեմն թերի հասկանալու հետևանքով է դա։ Աստված սիրտ ունի եւ հնարավոր չի, որ
այդ ինքնաբավությունը, որ մենք ասում ենք, մենք նրան դարձնում ենք կարծր, մենք նրան դարձնում ենք չարչարանքից եւ տառապանքից հեռու, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Աստված տառապանք ունի, չարչարանք ունի, իր սիրո չարչարանքը ունի եւ դրա գագաթնակետը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է խաչի վրա։ Գեթսեմանի պարտեզի տագնապն է։ Դուք կարծում եք ինչ է Աստծո որդին, որ իր մտքից դուրս եկած բանն է, տառապում է ու դա մտքին չի վերաբերում։ Միտքը ինքնաբավ, ամեն ինչ նորմալ է եւ այլ, բայց ինչ որ չգիտեմ ինչի նրա մտքից դուրս եկած խոսքը տառապում, չարչարվում, խաչվում, սա անտրամաբանական մոտեցում է։ Այդպես չի։ Աստված քարացած չի, Աստված միշտ է կատարյալ է, ամենակարող է, ամենազոր է, ամենատեղ է եւ այլն, բայց սիրտ ունի։ Չպետք է նրան նմանեցնենք մի հատ այսպիսի չգիտեմ ինչ կարծրացած մի դիրեկտորի, այսպես ասեմ, հա, որը վերևից ուղղակի sense ինչ որ մանիպուլյացիաներ է անում, ոչ, ինչպես աթեիստներն էին նկարագրում, ինչ որտեղ իրավունք ունեն, քանի որ հավատացյալները ներկայացնում են Աստծուն այդպիսին։ Եթե նա այդպիսին է ինքնաբավ եւ ոչ մի խնդիր չկա, բայց ինչ է նշանակում չարչարվող մեսիան։ Հետի չի երևույթ է, կամ սա թող ինքնաբավը տենց լիներ։ Կամ ինչ է նշանակում, սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ մտքով, սրտով եւ ուղղությամբ, եթե այդպես։ Առաջի պատվիրանը։ Այո, հենց դա է, որ նրա սերը դուրս է գալիս եւ կատարում է մի բան, որ պատասխանվի։ Շատ լավ, Հովհաննես եղբայր, շատ շնորհակալ ենք։ Շատ անկեղծ ասեմ, գիտես մի բառ հիշեցի, ինչ որ խոսացիք ընթացքում, ես հավատում եմ հափշտակությանը, բայց ոչ թե հետոյի մասին է խոսքը, այլ հավատում եմ, երբ որ մենք Աստծո խոսքի հետ սկսում ենք հաղորդակցվել եւ հափշտակությունը տեղ ունենում, դա շատ գեղեցիկ մի ապրումներ է, երբ որ Աստծո խոսքը քեզ կտրում է այս երկրի նյութական բանից ու քեզ տանում է երկինք եւ հափշտակում է քեզ, այդ բառը շատ եմ սիրում։ Այսօր այդպիսի հետաքրքիր ես անկեղծ ասեմ ապրումներ ունեցա բանի մասին, երբ որ խոսվեց, իրոք մի հոգու մի նոր կարելի ասել արթունություն, հափշտակություն։ Շատ շնորհակալ ենք ձեզնից այս խոսքի համար եւ կխնդրենք ձեր աղոթքով ավարտել եթերը։ Մեր սիրելի եկնավոր հայր, Փառք որքան արժեքավոր է, որքան երախտապարտ ենք այն խոսքի համար, որ տվել ես մեզ։ Այդ խոսքը քեզնից է դուրս եկել, Տեր արարչությունից առաջ, նա արարել է այն ինչը, որ քո կամքդ է, քո ուզածն է, եւ այդ քո ուզածը հաջողվում է եւ վերադառնում է քեզ որպես արդյունք, հաջողված արդյունք, պտղաբեր արդյունք։ Ամեն։ Շնորհակալ ենք այս մեծության համար, հայր։ Թույլ տուր, որպեսզի այնքան մոտենանք քեզ, որ քո սիրտդ ավելի բաց լինի մեր համար, որպեսզի այն սերը, որով դու մեզ սիրեցիր, նույն սերով քեզ սիրենք եւ դառնանք պատասխան այդ քո սիրո։ Ամեն։ Մենք սա տեսնում ենք, որ քո փափակդ, քո ցանկությունը դա է։ Ուստի մեզ մցրուր, մեզ լսողներիս մցրուր այդ հաջողության մեջ, մցրու այդ քո խոսքի կամքի հաջողության մեջ, քանի որ դու հաջողում ես։ Շնորհակալ ենք։ Մենք հավատքով գիտենք, որ հաջողված ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործի պատճառով։ Թող նրան մի փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ամեն։ Փառք ես Տեր։ Հովհաննես եղբայր, շնորհակալություն քեզ, օրհնություն, օրհնված եղիր եւ օրդ օրհնված լինի, պատղաբեր հաջողված եղիր։ Տեր օրհնի քեզ շատ, նորից
Քեզ տեսնելու ակնկալիքով քեզ ասենք շնորհակալ ենք, ստեսյուն ձեզ։ Merci, եղբայրը շնորհակալ եմ, դուք էլ օրհնված եղեք, եւ հաջողված Տերոջ մեջ։ Փարտիրոջ։ Ամեն։ Փարտիրոջը։ Սելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը այսօր։ Մենք վաղը առաջ Աստված նորից կհանդիպենք։ Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ժամանակը պիտի բրգես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում է, առաջի հայացքը ողջունում է։ Սարան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորուն է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար են։